Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնը բաժին կհասնի ուժեղ Հայաստան խմբակցությանը, սակայն իշխանությունը կասկածում է ընդդիմության եվրոպական օրակարգին հավատարմությանը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ծովինար Վարդանյանը հանձնաժողովի ղեկավարումը ուժեղ Հայաստանին վստահելու հարցում խնդիր է տեսնում, հաշվի առնելով խմբակցության նկատմամբ ձևավորված ռուսամետ համբավը։ Եթե հետևել եք հարցը պատասխանի ժամանակ, մասնավորապես նախագահի թեկնածուին եվրոինտեգրման, ես ինքս նշեցի, որ խնդիր եմ տեսնում, այսինքն համբավի եւ առաջադրման պահով, որովհետեւ կարծում եմ, որ առնվազն ռուսամետ համբավ ունեցող ուժը ոչ այնքան բարենպաստ պայման կստեղծի Հայաստանի Հանրապետության համար ստանձնելով եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահությունը, բայց ուժեղ Հայաստանը չի ընդունում ոչ միայն այդ բնորոշումը, այլև իշխանության գնահատականները։ Էդգար Ղազարյանի խոսքով իրենց ընտրությունը հենց եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ղեկավարումը վերցնելն էր, որովհետև եվրոպական ուղղությունը իրենց համար կարևոր է։ Ուզում ենք մեր ծանրակշիռ մասնակցություն ունենք Հայաստան եվրոպական տարբեր միության անդամ երկրների եւ կառույցների հետ հարաբերությունների զարգացման։ Այստեղ հարցը միայն հանձնաժողովի նախագահի աթոռը չէ։ Ուժեղ Հայաստանը իշխանությանը մեղադրում է եվրոպական ուղղության մասին ավելի շատ խոսելու, քան իրական քաղաքականության մակարդակում իրականացնելու մեջ։ Թվացial հարթությունում խոսքերի մակարդակով, այցելությունների, ջեմ պատրաստելու, սրտիկներ անելու մակարդակում մեծ ոգևորություն կա։ Դա մենք տեսնում ենք։ Բայց բովանդակային ինչը կարող է լինել քաղաքական հարաբերություններ, տնտեսական հարաբերություններ, առևտուր, ներդրումներ, երկու կողմից, ոլորտային համագործակցություն, այդ ամենը ընդհանրապես գոյություն չունի։ Քաղաքացիական պայմանագրում սակայն պնդում են, հանձնաժողովի աշխատանքը պետք է կառուցվի ոչ թե քաղաքական պիտակների, այլ բովանդակության շուրջ։ Երբ մեկը խախտում է այդ այսպես ասած սահմանած կարգը, բնականաբար ցանկություն առաջանում պատասխանելու եւ շատ կարեւոր է նաեւ որպեսզի դա նաեւ հաստատ նպաստ աշխատելու միջավայրին, այդ թվում աշխատանքային մնացած հարցերը քննարկելու, հետեւաբար ես լիահույս եմ, որ այս ամենը մենք կարողանանք գլուխ բերել։ Այսպիսով եվրոպական ինտեգրման հանձնաժողովը դարձել է նոր քաղաքական փորձաքար։ Իշխանությունը կասկածում է ընդդիմության եվրոպական օրակարգին, ուժեղ Հայաստանն իշխանության հետևողականությանը։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։